Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում կայանալիք բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստանի հավաքականն ապրիլի 20-ին մեկնելու է Ադրբեջանի մայրաքաղաք։ Հայոց եռագույնի ներքո Բաքվի ռինգ են դուրս գալու Կոյրուն Սողոմոնյանը, Նարեկ Աբգարյանը, Արթուր Քիրաջյանը, Կարեն Տոնոյանը, Հրայր Մաթևոսյանն ու Հովհաննես Բաչկովը։ Աշխարհի առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրներն օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան ամառային առաջին օլիմպիական խաղերի ուղեգրերի են արժանանալու։ Բաքու մեկնող մեր պատվիրակներին ընդունել եւ բարի ճանապարհ է մաղթել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այսօր մենք բոլորս հավաքվել ենք այստեղ, որ ճանապարհ դնենք մենք երիտասարդ բռնցքամարտիկներին Բաքու։ Մենք ընտրել ենք ամենալավերին, իհարկե մարզիչներն են ընտրել, ամենակարևոր ոչ թե քանակն, այլ որակն է, որ մենք որակ ենք ընտրել, դուք պետք է իմանաք, ոչ թե մրցելու եք ձեր համար, այլ պետության, հանրապետության համար, մեր ժողովրդի համար, որ միլիոնավոր ժողովուրդ եւ հայությունը եւ Հայաստանը եւ սփյուռքահայությունը ուշիուշով հետևելու է ձեզ։ Ամեն հարկավորած է, պայմանավորված է ամենաբարձր մակարդակով, լիարժեք ուշադրություն են դարձնելու ձեզ, այնպես որ իմացեք, որ ամեն ինչ պետք է անեք։ Ամեն ինչ հայ ազգի պատիվը բարձր պահելու համար, մնացած ինչ որ մեզնից կախված ամենաբարձր մակարդակով կազմակերպված է։ Քանի որ դա աշխարհի առաջնությունն է եւ վարկանիշային մրցաշար է, որ անպայման մենք պետք է մասնակցենք եւ կարողանանք մասնակցենք օլիմպիական խաղերին, որը տեղի ունենալու Սինգապուրում։ Առաջի անգամ չի, որ Բաքվում մրցաշարի ենք մասնակցում 2007 թվականին, ըմբշամարտիկները մասնակցել են եւ այնտեղ կարողացել են հայ ազգի պատիվը բարձր պահել եւ հայկական դրոշը արդեն 2007-ին Բաքվում բարձրացել է։ Անհնարին ոչինչ չկա։ Ցանկանալ, աշխատել, պայքարել, կամք ունենալ։ Ձեզ հաջողություն եմ ցանկանում, հաղթանակ։ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում մեր բռնցքամարտիկներն ու մարզիչները հավաստիացրին, որ Բաքու են մեկնելու մարտական տրամադրությամբ եւ հաղթելու ակնկալիքով։